նախ ձեր գործընկերները նշեցին, որ Զարնեի արձանի իհարկե կատակով, բայց բերվել է օրինակ Արագածի Գագաթից եւ այլն, ուզում իմանալ իրականում որտեղից այս արժեքը։ Դե սա այն զահլենն է, որը մենք կուտակել ենք տարիների ընթացքում, հավաքել ենք տարբեր տեղերից, այն հեքիաթների ու էպոսների նման ինքը եկել քիչ-քիչ տենց կտոր հավաքվել է, դառլա մեծ ու ծանր քար, ու մենք որպես ծանր բեռ բերել ենք թողենք այստեղ, ասենք որ մեր այս զահլեն մեզ էլ պետք չի, մեր զահլեն տանել պետք չի, ու մենք մերժում ենք այս զահլեն ու սա բերել ենք տեղադրենք, եթե մարդիկ կուզենան կորոշեն հեռացնել, թող հեռացնեն, եթե մեր հասարակությունը կհամարի, որ այնուամենայնիվ 35 տարվա զահլեն արժի, որ արձան ունենա քաղաքում, թող մնա, թող նկարվեն, թող հրապարակեն, որովհետև ոչ մի արտառոց բան չկա, հա, տենց հերթական սյուն է, ոչ մի վտանգավոր բան չկա, կարծում եմ ինքը իրավունք ունի մնալու այստեղ։ Տիկի Կարապետյան, շատերը խոսում են, օրինակ, որ իրենց տղաները չեն ծառայել բանակում, ինչպես նաև դիմախոսակցություններ եղավ ձեր մասով, բայց ձեր տղան չի ծառայել բանակում, ու Հայաստանի նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Այս մասը շատ ներողություն, աղբյուրը ովքեր, ով է աղբյուրը։ աղբյուրներն, որոնք որ բացատրել չեն կարող։ Այդ ձեր ներքին աղբյուրներին փոխանցեք, որ իրանք բացի նրանից, որ իրավիճակին չեն տիրապետում, ես մի հատված եմ լսել, մի փոքր տեղ եմ լսել, տենց ակնարկ եմ տեսել, իմ տղան բացառապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իմ տղան ամբողջ կյանքում իմացել է, որ պիտի գնա ծառայի, առավելապես նաև այն պատճառով, որ իմ մայրը տարիներ շարունակ յուրաքանչյուր զինվորի համար կռիվ է տվել ու որևէ տարբերակ անգամ չի քննարկվել, որ իմ տղան կարող է ազատվի բանակից, ցավոք սրտի, իմ տղան ունի առողջական խնդիրներ, դա մենք իմացել ենք իդեպ այն կամատը հայերեն ստուգման ընթացքում ենք բանակ այդ կանչելու ժամանակ ստուգման ընթացքում ենք պարզել, ստուգումներ են իրականացել լրացուցիչ, այդ թվում նաև մենք անհատապես եւ զինկոմիսարիատն է ուղարկել ստուգումների, այ իմ տղան ցավոք սրտի ունի առողջական խնդիրներ ու ծառայել չի կարող, ես շատ կուզենայի, որ ինքը ծառայություն անցներ, որովհետեւ ես համարում եմ, որ բանակում ծառայությունը մարդուն կոփում է, մարդուն նաև նվիրում գիտակցումը պետության նկատմամբ պատասխանատվության, շատ եմ ափսոսում, բայց այդպես է ստացվել։